Հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որևէ նշանակալից առաջընթաց չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նշելով, որ միակ առարկայական ձեռքբերումը երկաթգծի բիզնես պլանն է։ Եվ ավելի ստույգ աշխատանքներ կատարում են նաև ներդրողների հետ, պետությունների հետ, ներդրողների հետ եւ ավելի ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում ձեզ կտրամադրվի, բայց կարող եմ ասել, որ դա միշտ քննարկման առարկա եղել է եւ լինելու է։ Արդյունքների մասին ավելի կոնկրետ ստույգ կունենաք առաջխաղացումներից հետո։ Սպասվում է, որ չորեքշաբթի Երևան է ժամանելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Արդյոք երկաթգծի հարցը քննարկվելու է հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններում, հայտնի չէ։ Նախարար Մարտիրոսյանը նույնպես ոչինչ չասաց այս մասին, թեև երբ այսօր նրան հարցրեցինք երկաթգծից, նշեցինք, որ 2 օրից Երևանում դիմավորելու են Ռոհանիին։ Ավելի քան 8 տարի առաջ 2008-ի հոկտեմբերին ժողովրդին եւ ազգային ժողովին հասցեագրված ուղերձում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել։ Հայ-իրանական երկաթգիծը Սարգսյանի առաջարկած 3 խոշոր նախագծերից մեկն էր։ Ամիսներ անց պետք է սկսվեր նաև նոր ատոմակայանի կառուցումը, իսկ համահայկական բանկը պետք է մեծամասշտաբ ծրագրեր ֆինանսավորեր։ Այդպես էլ ոչ մեկը չիրականացավ։ Վերադառնալով հայ-իրանական երկաթգծին հավելենք, վերջին շրջանում անգամ բարձրաստիճան իշխանավորները կասկած հայտնեցին, որ առաջիկայում դրա կառուցումը հնարավոր է։ Անցած տարվա փետրվարին կառավարության նիստում այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով տրանսպորտի եւ կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, անկեղծացավ։ Բեգլարյան, հույս ունենք, ես հարցով մենք ընդհանրապես, հույս միշտ ունենք, պարոն վարչապետ, բայց կոնկրետ, գործնական, հույսով չենք ապելու 100 տարի։ Աշխատում ենք, որ իրականացվի։ Նախարար Վահան Մարտիրոսյանից այսօր նաև հետաքրքրվեցինք, ինչ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը վերջ տալու Ռուսաստանում հայաստանցի գործարարներից, բեռնափոխադրողներից իրականացվող ապօրինի գանձումներին, երբ այդ մարդիկ հատում են վրաց-ռուսական սահմանը եւ մուտք գործում ԵՏՄ միասնական շուկա։ Ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների ապօրինի գանձումներից այս հուլիսին բարձրաձայնել էր նաև էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Արծվիկ Մինասյանը։ Գիտեք, այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի կառավարության առջև, ես բարձրացրել եմ իմ գոլեգայի առաջ։ Ընթացքում ես էլ եմ եղել այս վերջերս Լարսում եւ Լարսում այդ հարցը բարձրացրել եմ նաեւ Մաքսային կետի պետին, այնտեղ սահմանային կետի ղեկավարներին։ Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նույնպես նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է։ Մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ, բայց հասկացեք, մենք չենք կարող Ռուսաստանում ինչ-որ մի բան փորձենք մենք մեր միջոցներով փոխենք, բայց ամեն ինչ անում ենք պետական մակարդակով շփումների մեջ։ Իդեպ այսօրվա ասուլիսը անցկացնելու համար նախարար Մարտիրոսյանը վարձակալել էր թանկարժեք Armenia Marriott հյուրանոցի ամենամեծ սրահը, ինչպես նաև հյուրասիրություն ու նվերներ էր պատրաստել լրագրողների համար։ Թե ասուլիսը ինչու չի անցկացվում օրինակ կառավարության ընդարձակ մամուլի կենտրոնում, Վահան Մարտիրոսյանը արձագանքեց, իր անձնական միջոցներն է ծախսել։ Եվ դահլիճի վարձակալումը եւ ֆուրշետը հյուրասիրումը դա ընդհանուր, եթե ուզում եք վերացեք գումարների, դա արժեցել է 888,000 դրամ։ Ես նախընտրել եմ այս դահլիճը ինչի համար, որ ավելի ազատ լինենք եւ ավելի լավ պայմաններում անցնի։ Սակայն այս դեպքում էլ հարցեր են առաջանում, եթե նախարարը միայն ասուլիս անցկացնելու համար պատրաստ է ծախսել իր 1 ամսվա ողջ աշխատավարձը կամ դրա մի զգալի մասը, ապա ո՞րն է նախարար աշխատելու նրա մոտիվացիան։ Ես հասել եմ բիզնես հաջողությունների իմ աշխատանքային կարիերայում եւ հնարավորություն եմ ստացել իմ գիտելիքները եւ հնարավորությունները օգտագործել նաեւ պետական կառույցներում։ Կփորձենք ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը։